Շնորհակալ եմ, պարոն Պապոյան, հարգելի գործընկերներ, մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ ընթացիկ իրավիճակում մեր տնտեսությունը ադապտացիայի բավականին լավ տեմպեր է ցույց տալիս, եւ մենք ուզում ենք այս եւ նմանատիպ ծրագրերով այդ ադապտացիան քաջալերել եւ նաեւ մենք շարունակում ենք մոնիտորինգը, որովհետեւ հիմա ըստ էության ինչ ենք ասում մենք այս ծրագրի շահառուներին, որովհետեւ հիմնական լարվածությունները, որ կարող են այս շրջանում լինել, կապված են վարկերի մարման գրաֆիկների հետ։ Մենք հիմա գործնականում կառավարությունը ասում է հետեւյալը, որ հարգելի տնտեսվարողներ, առաջիկա 6 ամիսների ընթացքում կամ 6 ամիսների ընթացքում դուք կարող եք դրա մասին չմտահոգվել, գնացեք հանգիստ այն նոր շուկաների հնարավորությունները, որ մենք ձեզ համար բացել ենք, գնացեք հանգիստ այդտեղ նոր շուկաներին հարմարվեք եւ սկսեք աշխատել արտահանման նոր ուղղություններով։ Ես կարծում եմ, սա լավ եւ փայլուն հնարավորություն է մեր տնտեսության համար, բայց նաեւ ուզում եմ ասել, որ մենք շարունակում ենք տեսնել, թե այլ որտեղ ինչ հասցեական աջակցություններ կարող ենք անել բոլոր այն դեպքերում, երբ որ մենք կարձանագրենք, որ մարդիկ հանդիպել են օբյեկտիվ խոչընդոտի։ Ինչ նկատի ունեմ օբյեկտիվ խոչընդոտ ասելով։ Նկատի ունեմ հետեւյալը, երբ որ ապրանք արտադրանքը համապատասխանում է ստանդարտին եւ ստանդարտին համապատասխանելու պայմաններում ինքը ունի որոշակի խնդիրներ։ Այն ապրանքները, որոնք ստանդարտին չեն համապատասխանում, մենք այնտեղ շատ աջակցելու բան չենք տեսնում, անկեղծ ասած, որովհետեւ 8 տարի գործնականում մենք այս խնդիրը բարձրացնում ենք բոլորի առաջ։ Եվ ամեն անգամ մենք շատ մոտ լինելով եզրին կայացնել կտրուկ եւ չոր որոշումներ, բայց ոլորտները հավաքվում են, գալիս են, խնդրում են, եւ սա արդեն տեղի ա ունեցել 4 անգամ, 5 անգամ ուղակի կամ անուղակի միջնորդավորված կամ չմիջնորդավորված, թե լավ 6 ամիս էլ ժամանակ տվեք, շատ լավ 6 ամիս էլ, 6 ամիս էլ, 6 ամիս էլ, 6 ամիս էլ, 6 ամիսներով 8 տարին անցել է, հետեւաբար էլ ժամանակ չկա։ Նրանք, ովքեր կուզենան իրոք այդ ստանդարտներին համապատասխանել, մենք աջակցության ծրագրերը այսօր էլ բաց են, եթե կպարզվի ինչ-որ աջակցության ծրագիր կա, որ մենք չենք նախատեսել, էդ էլ կընդունենք, բայց կներեք, բայց բանի անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին, այդ անտրամաբանական է։ Ես բազում նիստերում, ես չգիտեմ, նույնիսկ կարող է հրապարակային, բայց աշխատանքային նիստերում մենք այդ խնդիրը բարձրացրել ենք, իսկ այն ապրանքները, որոնք ստանդարտին համապատասխանում են, ստանդարտներին համապատասխանում են, մենք միանշանակ եւ աներկբա կանգնելու ենք տնտեսավարողների կողքին, աջակցելու ենք նրանց եւ քաջալերելու ենք, որպեսզի նրանք նույն տեմպով շարունակեն աշխատանքը։